Բարև ձեզ թանկագին եղբայրներ եւ քույրեր ջան։ Մենք շարունակում ենք մեր հոգեվոր ընթացքը թվոց գրքով։ Այսօր կուսումնասիրենք 30-րդ գլուխը, որը նվիրված է ուխտերին եւ խոստումներին։ Այս գլխում Աստված հստակ կանոններ է տալիս, եթե մարդը ուխտ է անում Աստծուն կամ երդում է տալիս, նա պարտավոր է կատարել իր խոսքը եւ չպետք է դրժի այն։ Աստված սովորեցնում է իր ժողովրդին, որ խոսքը միայն հնչյուն չէ, այլ հոգևոր պատասխանատվություն։ Այս գլխի խորքում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին որպես մեր ուխտը, մեր խոստումը կատարողին եւ մեր գլուխը։ Հիսուսը մեր այոնն է եւ ամենը։ Մենք որպես մարդիկ հաճախ թերանում ենք մեր խոստումների մեջ։ Բայց Հիսուս Քրիստոսը եկավ եւ կատարեց բոլոր այն ուխտերը, խոստումները, որոնք մենք չկարողացանք պահել։ Նա միակն է, ով Աստծո առաջ կատարյալ հավատարիմ մնաց իր խոսքին։ 30-րդ գլխում խոսվում է այն մասին, թե ինչպես հայրը կամ ամուսինը կարող են հաստատել կամ չեղարկել կնոջ կամ դուստրերի ուխտը։ Հոգևոր պատկերը մատնանշում է Քրիստոսի եւ եկեղեցու հարաբերությանը։ Հիսուսը մեր գլուխն է։ Նա իր վրա է վերցնում մեր սխալ ուխտերը կամ թերացումների պատասխանատվությունը։ Հիսուսը այն պաշտպանն է, ով սրբագրում է մեր ընթացքը եւ մեզ պահում է Աստծո շնորհի մեջ։ Սիրելիներ, այսօրվա աշխարհում մարդիկ հեշտությամբ են խոստումներ տալիս եւ հեշտությամբ էլ դրժում են դրանք։ Բայց մենք որպես Քրիստոսի հետևորդներ պետք է լինենք մեր խոսքի տերը։ Ինչպես Հիսուսն ասեց, ձեր այոն լինի այո եւ ոչը ոչ։ Միևնույն ժամանակ մենք մխիթարություն ունենք, երբ տկարանում ենք մեր մեծ բարեխոսը Հիսուսը կանգնած է մեզ համար, որպեսզի մենք չկործանվենք մեր սխալների պատճառով։ Փառք Տերոջը։ Եկեք աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո կատարյալ հավատարմության համար։ Խնդրում ենք ներիր մեզ մեր դժվար խոստումների համար եւ սովորեցրու մեզ լինել ճշմարտախոս ու հաստատակամ մեր խոսքի մեջ։ Շնորհակալ ենք, որ դու մեր գլուխն ես եւ քո շնորհով ծածկում ես մեր թերությունները։ Առաջնորդիր մեզ քայլել ճշմարտության ճանապարհով։ Ամեն։ Թանկագիններ, եթե այսօրվա պատգամը կպավ քո սրտին, ուղղակի կիսվիր քո ընկերների հետ եւ մեկնաբանություններում էլ կարող ես գրել, թե ինչպես ես դու Քրիստոսին տեսնում, արդյոք ձեզ համար հեշտ է միշտ հավատարիմ մնալ ձեր խոստումների մեջ։ Աստված օրհնի ձեզ, Աստծո կամքով կհանդիպենք հաջորդում։ Թող Տիրոջ շնորհը լինի քո եւ քո ընտանիքի վրա։ Ամեն։